Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, ձեզ հետ Ռադար զրույցն է։ Այսօրվա մեր հյուրը բոլորին դեմ եմ կուսակցության պատգամավորի թեկնածու Իշխան Գևորգյանն է։ Բարև ձեզ, պարոն Գևորգյան, շնորհակալ եմ շատ մեզ հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ։ Ձեր կարծիքով ինչու բոլորին դեմ եմ, այսքան արագ մտավ մարդկանց խոսակցության մեջ, ինչը գրավեց մարդկանց։ Բոլորին դեմ եմ մի պատճառ ունի, որ տարածվել է։ Ոմանք դա կարան բնութագրեն Spider-Man-ին, ոմանք մեր կրեատիվ ակցիաներին, կարող է որոշները լինեն նույնիսկ մեր անձերին բնութագրեն, բայց այդ ոչ մեկ կապ չունի։ Մի կարևոր պատճառ կա։ Բոլորին դեմ եմ մարդիկ կային, իրենց քվեաթերթիկը չկար։ Ու այդ մարդիկ տասնյակ չէ, 100 հազարավոր էին։ Արտահայտություններ նույնիսկ կար դրանք սաղել նույնն են, բան այս տիպի էլի, այդ մարդիկ կային, ավելին մենք ստեղծողներով այդ մարդկանցից էինք։ Այդ մարդիկ այնքան շատ էին, որ 2023 թվականին նրանց 72%-ը Երևանի ընտրություններին մնաց տանը։ Հիմա մեր արտահայտվելու ձևը սրանից մոտ 20 տարի առաջ մեզնից խլել էին։ Այն ժամանակ կար, այն ժամանակ sense մի թուղթեր մեզ դեբիլի տեղ չէին դնում, վստահում էին, որ կարանք պծիշկա դնենք, հետո սարքեցին, որ էլ չենք կարա վանդակից դուրս կգանք, հիմա 18-ա թերթիկ են տպել էլի։ Ու մի վերջի այդ պծիչկայի տեղը բոլորին դեմ եմներ որպես տարբերակ։ Մենք ունեինք երկու ելք ընդամենը, մեկը հայաքվեի կամ եվրոքվեի պես խնդրեինք նորին գերազանցություն հենց որ այդ վանդակը վերականգնեին քվեաթերթիկի տեսքով կամ բռնեինք դրա կուսակցությունը սարքեինք, կարդացինք օրենքները, դա բացառող բան չկար, միավորվեցինք, իդեպ շատ դժվար էր սարքելը 330 մարդ ով կդառնա կուսակցական այսօրվա քաղաքական կուրսով գտնելը շատ դժվար է, մենք որ ուրիշ խնդրի համար մարդկանց դիմեինք, երևի 10 անգամ շատ մարդ պատրաստակամություն կհայտներ, բայց նույնիսկ այդ կարճ մթնոլորտի մեջ է գտանք մեր խելքի 330 հոգի ու մեր ընտրելու տարբերակը ստեղծեցինք, հետո պարզվեց այդ իմ ասածով 100 հազարավոր մարդիկ ունեն իրանց տարբերակը, դրա համար էլ որ փնտրում ես գտնում ես, չէ՞, իմ այդ բոլորը փնտրում էին, մենակ մենք գտանք ու ցույց տվեցինք։ Այն Spider-Man-ը այնտենց օգնող մանր բաներ են, էլի չնսիմացնելով իրանց, բայց մանր են։ Բայց ձեր կարծիքով հիմա հանրությունը հասկացել է, որ եթե քվեարկում է բոլորին դեմ է մի օգտին, ինքը չի քվեարկում նշված բոլոր անձանցից ոչ մեկի օգտին, ինքը քվեարկում է հենց ձեր օգտին։ Իրականում ինքը հենց ձեր ասած երկրորդ ձևով է, բայց մենք մաքսիմալ նման ենք ստեղծել, որ ինքը քվեարկում է բոլորին դեմ։ Եթե մենք օրինակ մնայինք դեպուտատ, ձեզ էլ է դեմ քվեարկում։ Հա, եթե ինքը մնար կամայական քաղաքական ուժի ով կմասնակցի այս կանոնով ու կուզենա ընդդիմություն աշխատի կամ իշխանություն աշխատի, մենք այնպես ենք ստեղծել, որ դա մաքսիմալ նման լինի իրական բոլորին դեմ վանդակին։ Մենք բոլորին դեմ մարդկանց ձայներով դեպուտատ չենք կարող աշխատենք 5 տարի, դա ամորալ կլինի։ Չենք կարող պարգևավճար ստանանք, ոնց որ այսօրվա ընդդիմությունն է ստանում։ Մենք ներկայացնում ենք բոլորին դեմ մարդկանց։ Մենք մի ելք ունենք, կամ այնքան շատ լինեն բոլորին դեմ մարդիկ ճեղքում անենք, կամ զուտ արտահայտվենք, պարտվենք, գնանք մի կողմ, էլի։ Ուրիշ տարբերակ այ որ մենք այդ 5 տարին կօգտագործենք մաշացնելու համար սրան կամ նրան, չէ։ Էտա բոլորին դեմ տարբերակը կա, կամ այս կողմա լինելու, կամ այն կողմ, երրորդ տարբերակ չկա, շարժման մեջ այնպիսի մարդիկ են գաղափարական, որ անհնար է այդ ինչ որ ձևով շեղվի, այդ դրա ստացվելու համար արդեն 50 հոգի մանդատները չէ, պատգամավորության տեխնացությունը վայրադրել, որ ամեն ինչ ճիշտ լինի։ Իսկ երբ մարդկանց հետ եք շփվում, հիմնական էմոցիան ո՞րն է, հիասթափություն, հույս, համակրանք, զայրույթ։ Հասել է այնտեղ, որ արդեն փողոցում ճանաչում են գալիս շնորհակալություն են նկարվում են։ Դե եթե Spider-Man-ով է, երեք օրինակ հյուսիսային պողոտայով Spider-Man-ին ման էինք տալի, ընդ տեղի բլոգերներ կա անընդհատ ատեն ելնում, խանդեցին Spider-Man-ին, որ իրան կընկան երկրորդ պլան։ Արդեն իրենց հետ են նկարվում ոչ թե։ Հա, ռեալ, ոնց որ ընտրություն ունեին երեխաները նկարվելու Spider-Man-ին ընտրեցին, այն էլ արտահայտվավ, ասեցին, հա, ինձնից ավելի հայտնի է, տենց ծանր տարավ։ Ռեալ մարդիկ հասկանում են, որ իրենց արտահայտվելու ձև է ստեղծով է։ Քանի որ ծրագիրը շատ պարզ է, մենք էլ ոնց որ մինչև այս մեր կյանքում ինչ ասել արել ենք, խորը վստահում են
ու լուրջ շանս կա։ Միակ բանը մնացել է, որ եթե կան դեռ մարդիկ, որ չգիտեն, որ կարող են քվեարկել բոլորին դեմ են, իրանք իմանան, համոզելու խնդիր sense ուսած չունենք։ Մենք միակ ուժն ենք, որ մեկը օրինակ իրանց թիվն է ցույց տալի, ոչ երկու, բաց ենք թողում, ասում ենք լավ, մեզ այդ մարդու կողնորոշված ձայնը պետք չի։ Մեզ պետքա մեր պես կան էլի, մնում այն մարդիկ, ովքեր չգիտեն ում ընտրեն։ Չգիտեն, բոլորին դեմ են, չեն ուզում գնան ընտրության, պետքա մարդիկ հասկանան։ Ոչ նախքին, ոչ ներկա։ Հա, ոչ ապագա, որովհետև լուրջ դեմքով այնց ապագաներ կան հիմա, այդ նախկիններին երնեք ենք տալու դրանք, որ հանգարցակի գան։ Մարդիկ կան, որ չեն ուզում գնան ընդհանրապես, այդ մարդիկ է պետքա հասկանան, որ չգնալով իրանք նույնպես գնում են։ Այդ տենց է սարքած։ Տեսեք, որ գնա 40 հոգի ընտրության ընդամենը, մեկը մենք ունենալու ենք 100 հոգանոց խորհրդարան ու կառավարություն։ Այդ հենց այդ Սերժի կոստյում կոչված սահմանադրությունն է, որը փտած է։ Չի կարա տենց լինի, որ մի տոկոսն էլ ընտրի, մեկը իշխանություն կազմովի։ Եթե ամեն գնով մեզ իշխանություն է պետք, կանանք բան ցմահ դնենք, ոնց որ հաստատ էլ խնդիր չի լինի, էլի։ Այդ պետքա մեկը ասել, որ նորմալ չի։ Հիմա բոլորին դեմում է, եկել է ասի, որ նորմալ չի։ Ու ոնց որ կարում է։ Հիմա բոլորին դեմ են բողոքի ձև է, թե նոր քաղաքական մշակույթ։ Բոլորին դեմում է ճեղքումի փորձ է։ Այս փտածության ճեղքումի փորձ։ Եթե նայեք ինչ են մեր գլխին բերում, այդ նորմալ չի։ Դրա հետևանքները անցած վարչապետի կառավարության օրոք ես մեր շարժման կեսը իրանց մաշկի վրա զգացել է։ Ստուգել ենք, զոհվել ենք, թե չէ, ընկերներ ենք կորցրել, վիրավորվել են ոմանք մերոնցից։ Հիմա եթե մենք մեր վարկում բան չենք փոխելու, իրականությունում է ոչինչ չի փոխվելու, դա պարզ տենց մաթեմատիկա է, էլի։ Հիմա տեսեք ինչ են անում։ Իշխանությունը որ լսես ընդդիմության կեսը բան, ազգի դավաճաններ, շպիոններ են բան, բայց հələ որ մի հատ Անդրանիկ Թևանյանի ըմբռնե, այնը մեծ հավանականությամբ ընտրություններից հետո բաց են թողելու։ Ես չեմ հավատում, որ այդ մարդը որպես շպիոն 10 տարի ու պլյուս մնալու է բանտում։ Ընդդիմությանը որ լսես, բան սրերով հեղաշրջում պետք է կատարվի, որովհետև չուս լինի Ալիևն է իշխանության, ուղղակի իրանք սուր չունեն երևի, որ այդ անեն, էլի։ Բառը մթերքը իրար համբալ են ասում նախագահ մարդիկ, բան։ Իսկ դա օրինակ է։ Օրինակ Բաքուն ոնց էր, երբ որ մի հատ տարիքով հեղինակություն իրան պահում էր X ձև, երիտասարդները փորձում էին նմանվեին։ Հիմա ամբողջ երկրի նմանվելու մարդիկ համար առաջին մարդիկ են։ Իսկ դու նայում ես իրանց երնեք ես տալի հանգար քո կողքից մեկը իրանց չուզենա նմանվի։ Այդ ամենը պետք է ճեղքվի։ Որովհետև որ բան չփոխվի, մենք ասում եմ Արունով ենք պատասխան տալու, երկրով ենք պատասխան տալու ու հենց Երևանում ապրելով էլ ենք պատասխան տալու։ Եթե մեզ զերծ պահենք ու որոշում ունենանք հենց վատ բանը լինի փախնելու ենք, մեկը էլի մենք էլ ենք պատասխան տալու ներսիններով։ Մենք չենք ուզում տենց լինի։ Սիրում ենք մեր հողը, ուզում ենք նորմալ կանոնով ապրենք, վերև նայելուց չզզվանք։ Պարոն Գևորգյան, անդրադառնանք ձեր տարբերվող ակցիաներին, օրինակ ջուր ծեծելու ակցիայի ժամանակ, ի՞նչն էր ավելի ամենադժվարը, ջուր գտնելն էր, թե մարդկանց բացատրելը, թե ինչ եք անում։ Նախ շատ շնորհակալություն, որ չասեցիք, որ ձեր ակցիաները անլուրջ էին, մեր ակցիաները ընդհանրապես անլուրջ չեն, այդ տարբերվողների համար է ասեմ, իրենք շատ լուրջ են հակառակը, իրենք ցույց են տալի իրավիճակի փտածությունը։ Նկար մի հատ դեպք է, որ բանանը սկոչով կպցրել էին, մի քանի միլիոնով ծախել էին, դա անլուրջ չէր։ Այդ ցույց էր տալի այդ օրվա իրավիճակը։ Ոնց կարելի է ինչ-որ անունով մեկի ստից քայլը վերածել մի քանի միլիոն դոլարի, ոնց որ այդ մարդունն էլ էր ճեղքման փորձ։ Թե չեն ես չի մտածել էր ոնց անեմ բանանը 20 միլիոնով ծախեմ, ինքը փողի խնդիր հաստատ չուներ այդ սկոչողը։ Հիմա մեր ակցիաները այս իրականությունը մաքսիմալ լավ ցույց տալու ձև են։ Ասենք ինչքանով է որ մի հատ քննարկենք այս անողների արածը ջուր ծեծելա թե չէ, վրաս կհասկանանք, որ ավելի ազնիվ կլինի, որ մեր Սպայդերմենի պես բռնեն ջուրին ծեծեին։ Նույնիսկ այդ բանը իրանց չօգնեց, որ լիճը դադարքվել էր, էլի, բոշկա գլորել է, ասենք խրոխտ երևալու համար իրար հայոյում են, ինչ ասեք, ասում են, ընտանիքներին են կպնում, ինչ որ նոր բացահայտում են, որ
ասենք օրինակ Գագիկ Ծառուկյանի տղեն տենց ճողոպրել է, էլ չեն ասում, որ իրանց ենթակայության տակ երկրից է իրանց սահմանած հանցագործը փախե։ Այդ բոշկեն իրանց վրա պետք է գլորվեր, որ այդ տղեն դուսնա, եթե հանցագործը, ու սենց այս մի հատ էպիզոդ է, էլի չկենտրոնանանք իրանց վրա, էդի դրա վիզուալիզացիաներ, ասենք ինչքան մուկ տշող կա, որ լուրջ դեմքով գործի են գնում, ընդ որում այդ մուկ տշելը կարելի է լայնացնել ոչ միայն քաղաքականների վրա կիրառել, Հայաստանում այդ լուրջ տարածված է, դրա պատճառով էլ մենք ոնց որ երրորդ սորտի երկիր ենք, ոչ թե առաջին։ Ու այդ սա մեկը պետք է ասի, որ ընկերներ, սա նորմալ չի, երբ որ սենց ենք անում, սա նորմալ չի։ Այդ բոլոր ակցիաները, որ հələ էլի են լինելու, նորմալ չեն։ Վերջինը եղել է Զահլայի արձանը, այդ ցույց պետք է դրվի, որ ինչքան կարելի է տանել այդ Զահլան։ Ասենք այս օրերին մարդիկ կան հանրային հայտարարում են Facebook-ից դուրս են գալի մի ամսով։ Այդ հենց այդ Զահլես չտանեկի դրսևորումն է, ինչը վատ է, որովհետև հեսա կընտրվեն 5 տարի էլի իրեն Զահլեն կտանեն, բայց դրա դրսևորումն է։ Մենք վիզուալիզացնում ենք իրականությունը։ Այդքան մի բան ու ոնց որ լավ է ստացվում, էլի, չէ՞։ Օրինակ, ցեղ շպրտելու ակցիան սիմվոլիկա էր, թե արդեն քաղաքական տեխնոլոգիա։ Ախր որ ասենք մենք քաղ տեխնոլոգներ շարքերում գոնե տես նշանակովի կամ դիպլոմով չունենք, էլի։ Հիմա ցեղ չեն իրար վրա շպրտում։ Անենց բաներ են օգտագործում, բառամթերքներ, ասում եմ, ընտանիքին են թիրախավորում, այդ համբալ են ասում։ Իսկ ձեր ակցիայից հետո քաղաքական դաշտը մաքրվեց, թե ավելի ցեխոտվեց։ Մեր ակցիայից հետո միակ բանը, որ ցեխոտվեց, մեր ձեռներն էր, ու մեր ռեալ ցեխը ավելի փափուկ կպավ այդ բոլորին, քան թե իրանց շպրտածները։ Ցույց տրվեց, որ մի արեք։ Իսկ մաքրվելու է ճեղքումից հետո, հիմա որ ճեղքում չեղավ, այս մեր ակցիաներն են լղոզվելու ու ամեն ինչ նույնն է մնալու։ Բան չի փոխվելու, չէ, հիմա խորանալու է։ Ու ավելին ինքը քաղաքականությունից դուրս է գալի։ Օրինակ նայեք, Շքերթը կամայական գիտակից մարդ պետք է հասկանա, որ անունը պետք է լիներ քաղաքական Շքերթ, որ հիմա ընտրություն չլիներ, այդ Շքերթը չէր լինելու։ Ասենք պետք չի լուրջ վերլուծաբան լինել դա հասկանալու համար։ Մինչդեռ ինչքան աննորմալ է օգտագործել բանակը քաղաքական նպատակներով, չէ՞։ Ինչով է տարբերվում օրինակ մարտի 1-ին օգտագործելուց։ Ես ուսումնասիրել եմ 96 թվին են նույնիսկ տես բան արել ընտրություններից առաջ, էլի 1-2 օր ավելի մոտիկ դաժե Շքերթ են արել։ Չի կարելի տենց վերաբերվել մեր բոլորիս պաշտպաններին, դա նսեմացուցիչ է։ Բայց մայիսի 28-ի հետ էր կապված, այնպես չի հենց նսել էին։ Հա։ Հիմա կամ այդո մարդիկ իրանց հարցնան, եթե մեկը համարում է, որ իդեալական Շքերթի ժամանակներ, եթե ոչ հիմա, ապա երբ, թող առաջին մեզ չընտրի, երկրորդից նորմալ չհամարի։ Ես օքեյ եմ դրա հետ։ Ես կարծում եմ, որ կամայական գիտակից մարդ պետք է հասկանա, որ սա ԿՊ-ի անվան հաշվետվողական Շքերթներ, որը պատմության մեջ տեսման չի եղել Շքերթ որպես հաշվետվություն։ Մինչդեռ այդ զինվորների համար դա պետք է լինի աննորմալ, նսեմացուցիչ, կամ հստակ պատմություն կա, չէ՞, որ ՊՆ-ն ոչ հերքում, ոչ հաստատում է, որ դիրքեր կա ադրբեջանցիքի թույլատվությամբ են գնում ու հետ գալի մարդիկ, լսած կլինեք այդ պատմությունը։ Պատկերացրեք այդ դիրքերից Շքերթին են նայում տղերքը, եւ ասում են, որ սենց ուժեղ ենք, եկեք չեղքեք, էլ թույլատվությունով չէ տանք մեր դիրքը պահենք։ Մարդկանց ուղեղը կախում է այդ դրսևորումներից։ Չեն հասկանում, հիմա մենք ուժեղանում ենք, որ էլ թույլ չտանք, թե ինչ որ հաշվետու ենք գնում։ Ու արդյունքում տենց վերաբերված մեզ պաշտպանները վատ են մեզ պաշտպանելու։ Ես էլ այդ պաշտպաններից մեկն եմ, ուղղակի խաղաղ ժամանակ եմ սենց շորերով, որ մի բան ալնում են, մյուս գույնի շորերն ունեմ։ Գիտեք ինչ դժվար է, երբ որ չգիտես հրաման կլինի, մինչև վերջ գնալ, որոշում կլինի կռվել, երբ որ հարձակվում են 7 կիլոմետր մտնում են երկիր, այդ պատերազմ քոնոն կհայտարարեն, թե ինչ որ ծանր դրություն անունը կդնեն, որ տղեկն է իրանց արձակուրդի հաշվին գան կամավոր։ Այդ սա մեզ փչացնում է։ Ու եթե չեղավ ճեղքում, այդ փչացումը ավելի աղ կորանալու, որովհետև արդեն ԿՊ-ին հմուտ են, արդեն ձևերը գիտեն։ Իսկ ընդդիմությունն էլ ուրիշ տեսքով ընդդիմություն են դնելու ներսում, ոնց որ հիմիկվա նկար,
Մի նպատակ ուներ, կհիշեք, ասում էր եկել ենք ԿՊ-ին հեռացնել, ուրիշ գործ չենք անելու։ Ու չէին անում գործ, հանձնաժողովներում չէին ներգրավում, բան, այդ մի հարցով ազնիվ են եղել։ Հիմա ինչ արին 5 տարի, նույնն է լինելու այս համակարգով 20 հոգի ընդդիմություն, որ լսնենք այնտեղ։ Դրա համար է, նաև դրա համար է, որ բոլորին դեմ եմ, չի մնալու ներսը Սերժ Սարգսյանի կանոններով դեպուտատ աշխատելու։ Չէ՞։ Պարոն Գևորգյան, իսկ ինչպես է գալիս հաջորդ ակցիայի միտքը։ Ոնց եք մտածում, օրինակ նստում եք, ասում եք, լավ, այսօր ինչ ակցիա իրականացնենք։ Մտագրո ենք անում թիմով, մաքսիմալ ինչը իրականությունը բնորոշող կլինի։ Իսկ տարաձայնություններ ունելու եք։ Ոչ, գիտեք ինչ տարաձայնություններ են։ Նույնիսկ ակցիայի ամեն դետալի մասով, օրինակ որտեղ պետքա դրվի արձանը, որտեղ մարդիկ պետքա հավաքվեն, ինչ տեսքով պետքա լինի արձանը, պետքա վրայի լարը կտրենք, թե շանս թողենք Զահլան մեր տանեն, այդ լուրջ ամեն դետալը, ոնց որ եթե մեկը հաղթի բանավեճում ներսին, այդ արձանը չի դրվի։ Լուրջ չանք ենք դնում, բայց ինպես մի 20 հոգի մարդով էլի, նես չի որ տենց շատ բարդ process-ները։ Իսկ օրինակ եղել է, որ ձեր ընտանիքում կամ ընկերական շրջապատում ասեն, լավ, քաղաքականությամբ եք զբաղվում։ Դա բոլորիս են ասում, որովհետև նայեք, քաղաքականությունը նես կեղտոտ տեղ են սարքել, որ օրինակ ես չէի ուզի քույրս կինս խորհրդարանում լինեն, որտեղ այնտեղ ասենք վետերաններ են ծեծում, հայոյում են բան, ես տենց տեղերից զերծ եմ պահում իմոնց։ Ու որտեղ ես կամ ամեն ինչ անում եմ, որ այդպես չլինի։ Այդ բնական է, որ քո լավը ցանկացողներն քեզ չուզենան այդ ամեն ինչին խառնվես, բայց այդ իդեալական դուր է գալի այսօրվա քաղաքական գործիչներին, որ դաշտը ուզուրպացրել պահել են իրանցը, բայց իրանք բոլորիս ճակատագիրն են որոշում։ Այսինքն ուզած չուզած մեկը, եթե նորմալ մեկը դրան չկպավ, մեր ճակատագիրը որոշելու են նենց ոնց որ հիմա է որոշվում։ Մենք չենք հասկանում ուր ենք գնում, խի ենք գնում, որ պարբերական փոփոխվող քարտեզներ ունենք։ Պարոն Գևորգյան, իսկ մտավախություն չկա, որ ձեզ ավելի շատ ընկալեն որպես մեմ, քան քաղաքական ուժ։ Ավելի մեծ մտավախություններ կա ապագայի մասով, էլի։ Թե չէ բոլորս մեմ ենք, որ աշխարհով նայեք ում են դարձրել հային, այսի սփյուռքում լավ կհասկանան։ Ասենք 10 տարվա վրա ոնց են իրաց մարդիկ վերաբերվում, կհասկանան, որ ավելի ծիծաղելի կերպար եսին ասենք եթե ընտանիքս երեխեքս ընկերներս չլինեին ես տենց չէի համակերպվի ես իրականության մեջ ապրելու հետ ես էլի համակերպված չեմ պրոստը ռադիկալ բան չեմ կարող անեմ իրեն շատ եմ սիրում թե չէ իմ համար ընդունելի չի երբ որ ես պաշտպանել եմ Արցախը տեղ ա եղել մինչև վերջ կանգնել եմ մերն ա եղել հետո մի օրում նետի տվել են ինչ չեն թողել կռվեմ հիմա արկելում են Արցախ բառը օգտագործեմ վաղ ասելու են ինչի ես այդտեղ կռվել իմաստներս հատատխելում են ինձնից հիմա այդ մեծ կորուստների մեջ մի հատ էլ կհիշացնեմ որ Spider-Man եմ թե չէ եթե դի վատ բան է մեկը համարում է թո հիշացնի ոնց որ Արցախ հանձնողը Spider-Man-ը նաև թե ոչ, իսկ մենք բոլորս ենք այդ հանձնողները, անկախ մեր դրած ջանքից էլի փաթեթով որ վերևից Հայաստանին նայում ես, այնտեղից ես ու դուք ինչ որ լուսավոր չենք երևում, ասես մի հատ գորշ Հայաստանա, որը իր հարազատներին թողել է մենակ, իրանք է գաղթե եկել են էսկոմ։ Հիմա այդ ամեն ինչի մեջ ոնց որ շատ լարվես էլ ինչս կորցնել, եթե պետք է կորուստ լինի, համարեն հանուն հայերի եմ արել, որովհետև ինչ ճանաչողները գիտեն, ոնց որ ես ինչ որ բանի կարիք չունեմ, մեր թմի մեծ մասն էլ մենք թե առողջ շրջապատ ունենք, թե առողջ ընտանիքներ ունենք, թե մարդավարի կարում ենք մեզ պահենք, թե որտեղ մենք կանք նորմալ հարգանք ունենք։ Այսինքն եթե մի հատ նորմալ երկրում ապրեինք, որպես երիտասարդ, դե ուրիշ նոր բան չկար անելու, ամեն ինչ թույն էր։ Ես այդ ամենը դրել եմ այդ ձեր ասած ռիսկի տակ, որ կարող է ասեն Spider-Man ջաջանա, բանը հանուն էս իրավիճակը ճեղքելու, որտեղ որ չճեղքվի վատ է լինելու ռեալ, ախր պետք չի խորը վերլուծաբան լինել, որ հասկանալ, որ վատ է լինելու։ Հիմա մենք մեր փորձը ինչքան ուժ ունենք դնելով, ասենք այս ընթացքում երևի նիարել եմ, փորձում ենք ստանանք,
տարբեր զրկանքներով երեխեքից օրինակ լուրջ կարոտել եմ առավոտյան, եթե հասցնում եմ տանեմ դպրոց մանկապարտեզ լավ, երեկոյան հաստատ չեմ տենում, որտեվ ուշ եմ գալիս։ Գալիս է քնածան։ Հա մեկը պետք է ճեղքում անի, մեր վրա ենք վերցրել։ Ընդ որում մենք փորձ ունենք լիքը տեն սիտուացիաներում, որ 10 անգամ դժվար ուժերի դեմ պայքարենք, այդ մեր համար սովորական է։ Հիմա ինչքան ուժ ունենք, փորձում ենք, եթե կուզեն աջակցեն, թող աջակցեն, հետիններին է քարոզեն, կոչանեն, գնան ընտրության։ Մենակ իրանք որպես մի հանած չանեն, էլի, իրանց եղած տարածքում բան փոխեն, մի բան կփոխվի, եթե մենք վարկ չփոխենք, ինչի պետք է փոխվի, հասնում է մեզ որ փոխվի, չէ։ Պարոն Գևորգյան, իսկ կհիշեք, որ ակցիան է, որ ամենատպավորիչն է եղել ձեր համար, իսկ որը որ մտածել եք լավ, այս մեկը չհաջողեցինք։ Ամենատպավորիչը վերջինն է ալնելու, ես իրան ուժի վիզուալիզացիա մանրամասներ կբացահայտեք, որն է լինելու հաջորդ ակցիան։ Դա պետք է հաստատվի նոր, էլի, ես ասում եմ, մեր կառույցի կանոնները չեմ խախտի, բայց մի սովորություն ստանալու վրա է, դրան սպասում եմ։ Իսկ էֆեկտիվությամբ ամենաբարդությամբ այդ արձանի դնելն էր, որ շատերը տենց է չհասկացան ոնց հայտնվեց, իրականում մենք ասել ենք, որ խալ կնա բերե դրե, բայց խափել ենք էլի կներեք։ Ինքը բան էր էլի, ոնց որ եթե չկարողանայինք դնել, շատ անկապ կլներ էլի, ոնց որ բոլորին դեմը իր բերած զահլեն իր հետ տարավ, ասես ոնց որ մեր դեմ կֆռար։ Այդտեղ ռիսկ կար voting գցելու այդ արձանը համբարից բուն իմաստով, իսկ ինքը կեստոնն էր, համ փոխաբերական իմաստով, բայց ոնց որ հմուտ աշխատեցինք, իդեպ նոր վերադառնում եմ բանից, դրա համար մի քիչ ուշացա, այդ հատուկ կռան գործիք կա վերամբարձ մեքենայի շարժիչներ հանելու համար նախատեսված, ու մենք այդ զահլեի վերջին կապելու տեղը կտրել ենք, որ իրոք ոչ մեկ չկարողանա զահլեն տանի։ Այդ բավական հետաքրքիր էր, սկսած արտադրությունից իր ոնց որ ընդ տառի սխալ կար խաչքար փորողի պես որ են փորել եմ այդ տառը ու հավես էր էլի այդ զահլեն տպավորիչ է մարդիկ կհիշեն։ Պարոն Գևորգյան, եթե ձեր ակցիաներից մեկի մասին Netflix-ը վավերագրական ֆիլմ նկարեր, ինչ կլիներ անունը կամ որ ակցիայի մասին կլիներ։ Դեք ստիպում եք էլի վերջինը պատմեմ էլի։ Դրա մասին կլիներ։ Դա հետաքրքիր ալնելու, դա շատ ավելի վիզուալ ալնելու, ցույց տալու իրական մեր եւ ձեր հոգու վիճակը, նայելու եք, ասելու եք, արա հա էլի, այդ հանրությունը տենց է նայելու ու ավարտվելու է նաև այնպես ինչպես մենք կուզեինք ինքը ավարտվեր իրականում մենք ցենց եղել է որ ձեր սպասելիքները չարդարացվի չէ այնպես իդեալական է ստացվում իդեպ էսի եւս մեկ օրինակ է ընդհանուր երբ որ դու ճիշտ ու լավ գործ ես անում ոնց որ Աստված ասեմ կյանքը դիեզերքով ոնց կուզի հասկանա ձեռա մեկնում ասենք այդ երթի ժամանակ ավտոբուսը 6 անգամ կարար հանգեր չհանգես մի անգամ գոնե համարը քաշեցինք իդեալական այն որ դրանից լավ համար քվետրտի կամարի անհնար էր քաշել ռեալ էլի որ ասում եք բոլորին երկուսեք նշանակում չէր կարող ավելի լավ թիվ անհնար էր քաշել ու այդպես եղել է մի 20 էպիզոդում ասենք նույն այդ մեր պիկապը ոնց է հայթայթվել մնացած ավտոբուսը ոնց են զանգ տվել ոնց որ մենք ճեղքման հայտարարությունը արինք որ անում ենք օգնությունից լցվեցին վրան նույնիսկ ասում եմ այդ հավանականության մասով արդյունքները եկան մեր կողմ այդ ավելի է վստահության բերում որ մենք ճիշտ ուղու վրա ենք ոչ մի հատ սոտ տալու էպիզոդ չի եղել Պարոն Գևորգյան, իսկ եթե մյուս կուսակցություններին էլ ձեր ոճով սիմվոլիկ ակցիա առաջարկեիք, ով ինչ կաներ։ Ասեմ, ես իրանց բոլորի համար մի հատ ակցիա ունեմ, բայց որ հրավիրեմ չեն գա։ Տենց բան կա։ Եկեք առանձին ասեք, օրինակ ուշադրություն։ Իրանք փաթեթով նույնն են, դուք ուզում եք իրանց դերեր տամ, բայց իրանք sense այս բոլորին դեմի կողմից որ նայում ես, այնտեղ լիքը կուսակցություններ են լցրած էլի։ Սայլի մասին հեքիաթ կար է, որ բանը այդ սագներ քաշում, մի կողմից խեցգետիններ քաշում, մի կողմից է եսիմով էր քաշում, իրեքով քաշում էին, ու այդ սայլը մնում էր տեղում։ Հիմա այդ նույն սայլի մի քիչ ավելի շատ լարանոց
Նա մի կողմից ես իմ զեբրնա քաշում, մի կողմից հարյուծը, մի քանի կողմից տենց խլուրդները, հոպոպները դրանցից շատ են էլի։ Ու խառը քաշում են, այդ սայլն է Հայաստանն է։ Մի կտորը սայլի պոկ է ջարդել են արդեն, հետո այդ պոկված կտորը քանդել են իրանց պարաններից, հետ են եկել էլի կապել են արդեն փոքրացած սայլին ու ուժեղ քաշում են։ Բայց քաշելու ընթացքում պատկերացրեք, այդ սա կենթանիները կոստյումներով են ու լուրջ դեմքերով են ու վեհ տեքստեր են ասում են, որ ես քաշում եմ սայլը, որ սայլը լինի արժանապատիվ։ Այն մեկը ասում է, այս սայլը պետքա լինի խաղաղ, ու միաժամանակ են ասում։ Դուք այդ աղմուկը պատկերացրեք էլի։ Այն մեկը ազնիվ ասում է, քաշում եմ քաշելու համար։ Այն մեկը ասում է, կտակ ես է քաշեմ, ինքը լար ունի, բայց հələ չի հասկացել, որ ինքն է կարա քաշի, ասենք ռեֆորմիստ է ես, ոչ թիվը գիտեն, ոչ մի բան չգիտեն, էլի։ Այդտենց ինքն էլ է քաշում։ Այդ ակցիայով իրենք բոլորով կարային հրապարակում անեին, բերեին իրենց լոգոներով կենթանիներ, կոստյում հագցրած ու բաց թողեին սայլը թոքաշիր։ Էտա, բայց որ ասում եմ եկեք անենք, ինչ որ ասում են, չէ, մենք լուրջ ուժեր ենք, տենց ոնց կարելի է այս օրասական պահին նման բաներով զբաղվել, չեն գալի էլի։ Պարոն Գևորգյան, իսկ ձեր կարծիքով ձեր հաջորդ ակցիաները քաղաքական դաշտին վախեցնում են, թե հետաքրքրում մտածում տեսնենք հաջորդը ինչ կլինի, սպասենք։ Ընդհանրապես ճիշտ ասելը ցավացնում է։ Եթե մեկը ուզում է բուժվի, շնորհակալ է լինում դրա համար, բայց ես ընդ այդպես վիճակ քիչ եմ տեսնում, էլի։ Պետք է ցավացնի, էլի, որ դեմքին մարդու ասում ես ինքը ով է պետքա ցավացնի։ Մյուս կողմից է ցավոք սրտի մենք ուրիշ մեկը չունենք, այս հայերն են, էլի, ուրիշ հայեր չունենք։ Ու հենց բոլորին դեմեմն էլ ինչքան է դժվար է դրան հուսալ կամ հավատալ, հավատում է, որ ճեղքումից հետո իրանք վարք են փոխելու ու լուսավոր մասն է նա, որ դրա օրինակ կա։ Երբ որ հայերը արտագաղթում են, լրիվ ուրիշ վարք են դուրսը ցույց տալի։ Նկ այնտեղ մուրացկան, անտուն վիճակների մեջ կարելի է ասել չկան։ Աշխատում են, երկու տեղ են աշխատում, ըստեղի պպզողներն են արտագաղթում, ընդե աշխատում, այսինքն մի բան է նրանց կյանքում փոխվել, համակարգը, որի մեջ գործում են ու իրանք վարքը փոխել են։ Մենք էլ խորապես հավատացած ենք, որ եթե համակարգը փոխվեց, այս վարքը փոխելու են, որովհետև այս վարքով այն համակարգում ուղղակի տեղ չեն ունենալու ընդհանրապես, եթե չփոխեն, դա պլտալ են դուս են թռնելու, էլի մաքուր մնա, էլի։ Պարոն Գևորգյան, Հայաստանում քաղաքականությունը լուրջ թեմա է։ Վաղ չկա, որ հումորը կարող է նվազեցնել ձեր նկատմամբ վստահությունը։ Ինչ չի թվում, որ քաղաքականությունը լուրջ թեմա է։ Ափսոս, պետքա քաղաքականությունը ամենալուրջը լիներ։ Բայց հիմա անլուրջների անլուրջն է։ Ես լուրջ բաներ անելու փորձ ունեմ իմ ընկերներն էլ։ Ու մենք երնեք ենք տալի, որ գա այն ժամանակը, որ այդ ամեն ինչը լուրջ անենք։ Բայց հիմա մենք գնահատականն ենք եղածին ու փորձում ենք այդ եղածը ճեղքենք։ Պետքա ցույց տանք դա ինչ է։ Հիմիկվա քաղաքականությունը լրջության հետ ընդհանրապես կապ չունի, ոչ մի կապ չունի։ Ու մեկը դա պետքա ասի, որովհետև կոստյումներով, թանկ մեքենաներով, ես իմ կամ մեծ պլակատներով Մասիսի նայող դեմքերով կամ արագացին չեք կարա դառնաք լուրջ։ Չի կարա քաղաքական պարադանողը լուրջ լինի։ Ընդդիմության մասով է նման օրինակներ կան, այնպես չի նրանք մի բարի պտուղ են, չեն կարա իրանք լուրջ լինեն։ Այդ ամենը աննորմալ է։ Չեն կարա երազեն այս կանոնով խորհրդանում 5 տեղ ունենան։ Չեն կարա լինի ուժ, որ ասի մենք երկրորդն ենք, որ բայց կարելի է երթվալ, որ իրանք երկրորդը երբեք չեն լինի, էլի չի կարա այդ մարդը լուրջ լինի ակնհայտ խապելով, ինչա թե մի հատ ինչ որ on-line հարցումում իրատանեցիկ քվեարկել են ու ընկերները երկրորդն է դառը։ Այդ չի կարա լուրջ լինի։ Իսկ դուք անձամբ որքան եք գնահատում ձեր կուսակցության շանսերը։ Ասեմ ձեզ, այս ընթացքում եթե ոչ մի ինչ որ շատ սխալ քայլ չանենք, անցողիկ շեմը հաղթահարելու լուրջ շանս ունենք։ Անհնար է օրինակ մենք ես իմ 15%-ից ավել հավաքենք, այդ տեսնում ենք էլի, այդ 15%-ն էլ ոնց որ բանը շատ լավատեսական թիվ եմ ասել, դա էլ շատ դժվար։ Բայց մեր հաջողությունը այն դեպքում է լինելու, այնքան կարևոր չի մեր վիճակը։
այն դեպքում է լինելու, երբ որ ոչ մի ուժ 50 պլյուս չհավաքի, որովհետեւ որ 50 պլյուս հավաքես դառնում է թակավոր է էլի ու կարակնենք ընկնում ոնց որ եղել ենք։ Այդ դրա հաջողությունն է մի քիչ ռիսկային, այսպես դուրս չի գալի, թե չէ մերը մեզնից է կախված։ Բայց ֆրանսուղիկ ժամը կհաղթարեք, մենք ջանքը կդնենք։ Դե ամենաարագ հաջող ուժն ենք ու պլանավորված անելիքներն է, արվող բաներն է, ամենը տանում են դրան։ Հետո մենք ռեալ հողի վրա ամենօրյա մոնիտորինգ ունենք, հենց դուրս են գալի մարդկանց հետ շփվում ենք, Կապանից մինչև Գյումրիել ու Վանաձոր եղել ենք, ռեալ տեսնում ենք ոնց է վարկները փոխվում մարդկանց։ Հիմա մեր ջանքից է կախված, մենք այդ ջանքը կտնենք, արդյունքը հավատացած եմ, որ կլինի, բայց այ ընդհանուրը ոնց որ շատ ավելի դժվար է լինելու էլի։ Շնորհակալ եմ շատ, պարոն Գևորգյան։ Ես եմ շնորհակալ։ Այսօրվա համար այսքանը, իսկ ես հիշեցնեմ, որ մեր հյուրն էր Բոլորին դեմ եմ կուսակցության պատգամավորի թեկնածու Իշխան Գևորգյանը։